Ոչ, հիբրիդային հարձակումները ոչ միայն Հայաստանի դրսից են լինում, այլ նաև Հայաստանի ներսից են այդ հիբրիդային հարձակումների ենթարկվում Հայաստանի ժողովրդավարությունը եւ իշխանության մասին խոսք չէ, Հայաստանի պետության եւ ժողովրդավարության մասին է, օրինակ որոշ լրատվամիջոցների վերնագրեր, որ կարդում ենք, դա բավարար պատկեր է ցույց տալիս ապատեղեկատվության բայց հիբրիդային հարձակումները մենակ ապատեղեկատվության մասին իհարկե չէ, կիբերանվտանգության մասին են, որոշակի ֆինանսական ժամանակակից մեխանիզմների մասին են, որոնց այլ երկրներ ենթարկվել են եւ լավ կլինի, որ Հայաստանը այդ առումով դիմակայունություն ձեռք բերի։ Իսկ դուք հիշում եք Եվրամիության պաշտոնյաների Կայա Կալասի, Գերմանիայի կանցլերի, այսինքն Հայաստանի իշխանությունը իրենք ուղիղ ասում են, որ Ռուսաստանից են գալիս այդ վտանգները, դուք նրանց հետ, դուք նկատել իշխանությունը համաձայն եք։ Արգելի գործընկերներ, ռուսական պետական հեռուստաալիքների բովանդակությունը, եթե Ռուսաստանի մասին ենք, հիմա խոսում, բայց ես չեմ պնդում, որ միայն Ռուսաստանից են գալիս այդ սպառնալիքները, բայց երբ որ նայում ենք ռուսական պետական հեռուստաալիքների եւ հայտնի դեմքերի մտքերը եւ արտահայտությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Հայաստանում ժողովրդավարական գործընթացների նկատմամբ, այո, կարող ենք արձանագրել, որ դա եւս հիբրիդային կամ Հայաստանի ժողովրդավարության դեմ ձեռնարկված որևէ քայլ է, բայց այդպես միանշանակ եւ միակողմանի պետք չէ դիտարկել այդ դրանք այդ խնդիրները տարբեր կողմերից կարող են այդ թվում եւ երկրի ներսից։ Հիմա դրսից մարդիկ եք բերում, ասում են, որպեսզի պայքարեք ընդդիմության դեմ։ Բավական երկար ժամանակ երկար նախադասություններով բացատրում էի, որ դրսից մարդիկ չեն բերում, ես ասում էի, որ Հայաստանը համագործակցում է, Հայաստանը չեմ համեմատում, ընդհանրապես չեմ համեմատում, որովհետև համեմատելի չէ, ես ընդդիմադիրները մեզ մեղադրում են, ես էլ ասում եմ, որ ավելի ցցուն օրինակներ կա, կարելի է ցցուն օրինակների մասին խոսել, իսկ Հայաստանը Եվրամիության հետ համագործակցում է իթիվս այլ թեմաների, նաև Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ, այդ թվում եւ նմանատիպ սպառնալիքների եվրոպական գործիքակազմից օգտվելու համար։ Որևէ երկրի Ինչ են մեղադրանքները այդպես չեն։ Դեմ պայքարելու համար։ Հիմա ընդդիմությունը նաև մեղադրում է Եվրոպական միության դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայել։ Չէ, բայց դա շատ նման հարց է, որովհետև Հայաստանը համագործակցում է Եվրոպական միության հետ, նաև այդ ուղղությամբ եւ Հայաստանում հիմա գործում է Եվրոպական միության դիտորդական առաքելությունը, արդյոք դա միջամտություն է Հայաստանի ներքին գործին։ Ես կարծում եմ ոչ, դա միջամտություն չէ։ Երբ որ պահանջվում է այդ ամեն ինչ համար, Հայաստանը իր ռեսուրսներով, ֆինանսական ներուժով չի կարող պայքարել, որ միջոցները Խոսքը ֆինանսական ռեսուրսների մասին չէ միայն, խոսքը մեթոդաբանության եւ գործիքակազմի մասին։ Իհարկե։ Հիմա ինչ մեթոդաբանությունը որտեղ է դնում, ինչ ուղղությամբ է, այսինքն ինչպես է պայքարը լինելու գործիքակազմը որն է։ Ես ճիշտ ասած այդ գործիքակազմի մասնագետ չեմ, բայց ապատեղեկատվության դեմ ինչպես են պայքարում։ Ավելի օրինակ մեկ օրինակ ասեմ, ստրատեգիական ռազմավարական հաղորդակցությանը ավելի լավացնելով պետական մարմինների, տարբեր կառույցների, լրատվամիջոցներին աջակցելով, որպեսզի լրատվամիջոցները ավելի դիմակայուն լինեն նման հարցակ, որտեղ լրատվամիջոցները եւս չէ, հարցակվում են դիմակայություն նշանակում է պրոարմենցիան քաղաքականություն։ Ոչ, նշանակում է, որ դիմակայունություն նշանակում է, որ ժողովրդավարությունը այդ սպառնալիքներից չի ընկրկում եւ ժողովրդավարական ինստիտուտից մենք տեսել ենք նույնիսկ եվրոպական անդամ երկրներում մեջ ենք տեսել, որ այդ Ռումինիայում ընտրությունները չեղարկվեցին, որովհետև որոշակի ֆինանսական հոսքեր էին եղել, բայց դա մի օրինակ է, ես հույս ունեմ, ասել Եվրոպական միության անդամ է 2007 թվականից։ Մեզ հետաքրքրում է այդ գործիքակազմի կիրառությունը եւ արդյունավետությունը Հայաստանում։ Պարոն Խանդանյան, կներեք, այդ գումարը, որ Եվրոպայից գա ժողովրդավարությունը ուժեղացնելու եւ այլն համար, օրինակ քաղաքացիների բերանը փակելով եւ դուրս հանելով ավելի նուրբ մեթոդներ կկիրառվեն եւ կգործադրվեն, օրինակ այդ ուղղությամբ գումարը ինչպես կծախսվի։ Գումարը ես արդեն նշեցի, նախ խոսքը միայն գումարի մասին չէ, խոսքը մեթոդաբանության մասին է, համագործակցության մասին է։ Հայաստանում նախ
դուրբ մեթոդների մասին իհարկե մեզնից շատ երկրներ պիտի սովորեն իրավապահ համակարգի գործունեության։ Ես կարծում եմ, երբ որ նույն Եվրոպական միության շատ երկրներում շատ ավելի բիրտ մեթոդներ են կիրառում տարբեր իրավիճակներում, այնուամենայնիվ Հայաստանը նաև տարբեր ոլորտներում, այդ թվում եւ իրավապահ համակարգի կարողությունների զարգացման տեսանկյունից համագործակցում է տարբեր գործընկեր երկրների։ Իրանից անհանգստություններ են հայտնում ճանապարհի թրիփի հետ կապված, ասում են այն Զանգեզուրի միջանցքի տրամաբանությամբ է, անվտանգային լուրջ խնդիրներ կարող է առաջացնել եւ ՆԱՏՕ-ի ներգրավվածություն կարող է լինել։ Ինչով է պայմանավորված, որ ավելի կոշտացնում է Իրանը իր դիրքորոշում, արդյոք նոր մանրամասներ են ի հայտ եկել, դրանով է պայմանավորված։ Չէ, որևէ նոր մանրամասն ի հայտ չի եկել, թրիփը ինչպես կար, շարունակում է մնալ ենթակառուցվածքային նախագիծ, եթե կուզեք նաև որոշառմով բիզնես նախագիծ, այն հայ-ամերիկյան երկկողմ նախագիծ է, այդ նախագծում որևէ անվտանգային բաղադրիչ չկա, դրա նպատակն է Հայաստանում ենթակառուցվածքների զարգացումը, նաև տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում։ Իրանի մեր գործընկերների հետ միշտ տարբեր մակարդակներում հաղորդակցություն կա, դուք հիշում եք նաև, որ ավելի վաղ շրջանում, երբ որ նախագիծը նոր էր ներկայացվել Իրանի արտգործնախարարը եւ այլ պաշտոնյաներ հանդես եկան հայտարարություններով ասելով, որ իրենց անհանգստությունները փարատված են եւ եթե լինում է որևէ անհանգստություն օպերատիվ կերպով Հայաստանի համապատասխան ինստիտուտները Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն, որովհետև նախ Հայաստանը որևէ հավակնություն չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու, Հայաստանը ունի որոշակի շրջանակ համագործակցության ՆԱՏՕ-ի հետ, որը չի ենթադրվում որևէ կերպ ՆԱՏՕ-ի ֆիզիկական ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում ու ընդհանրապես թրիփի համատեքստում դրա մասին խոսելը կարծում եմ նպատակահարմար չէ, որտեղ թրիփը նորից եմ կրկնում ենթակառուցվածքային նախագիծ ընդհանրապես անհանգստացած չեք Իրանից հնչող այս գնահատականներով, նկատի ունեմ իշխանությանը չի անհանգստացնում Իրանից հնչող այս գնահատականները։ Չէ, մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտապես կապի մեջ ենք եւ երբ որ լինում են նման անհանգստություններ, ակտիվ քննարկում ենք այդ հարցերը եւ փարատվում են նույնիսկ խորհրդարանական մակարդակում նախորդ շաբաթ գործընկերս Իրանից պատգամավորների հետ հյուրընկալել եւ նաեւ այդ թեմաներն են քննարկվել այստեղ ես որևէ անհանգստանալու բան չեմ տեսնում բայց եթե փարատում եք ինչու են շարունակում խոսել պարոն Խանդանյան եղել է հայտարարություն եւ բայց նաեւ եղել են դրան նախորդող հայտարարություններ խոսենք հասկանանք ինչն է խնդիրը եւ բան կան եւ մեր գործընկերները կխոսեն եւ կարծվի Իրանի հետ մենք շատ լավ քաղաքական երկխոսություն ունենք եւ մեր հարաբերությունները չեն կարող որևէ կերպ ստվերվել որևէ նախագծի Խանդանյան հնարավոր է երբ իրանական եւ օրինակ ռուսական ինչ-որ ընկերություններ ներգրավեն այդ ճանապարհի կառուցմանը որպեսզի այս մտահոգությունները անցնեն այդպիսի տարբերակներ քննարկում են թե տեսեք այս պահի նման հարցեր չեն քննարկում որովհետեւ այս պահին առայժմ քննարկվում է իրավական շրջանակը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև պայմանագրի եւ կոնսորցիումի ստեղծման վերաբերյալ այնուհետև բոլոր հարցերը պետք է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև կոնկրետ թրիփ նախագծի վերաբերյալ կոնսենսուսով որոշեն, բայց նաև նշեմ, որ Իրանը այլ ենթակառուցվածքային ծրագրերում ներգրավված է Հայաստանում, օրինակ Սյունիքի մարզում Սարավ ճանապարհի շինարարության մի հատվածում դե Ռուսաստանը չասենք, որ վաղուց է ներգրավված Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում նկատի ունենալով Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության կոնցեսիան Հայաստանում, ուստի այս առումով ես կարծում եմ մեր գործընկերությունը տարբեր մեր բարեկամ եւ ռազմավարական գործընկեր երկրների հետ բալանսավորված է։